Ողջույն, եթերում դասարան TV-ն է։ Ձեզ հետ է Դավիթ Մարգարյանը։ Բարև ձեզ, մենք այսօր եկել ենք Վահեն Մկրտչյանի թատրոն։ Ելու ենք հեքիաթներ հեռախոսով ներկայացում։ Շիպոլինոյի արկածները։ Ոչ։ Սկսվել են զատկական օրերը, պատկերացնում ենք մեդիա ուրբաթին։ Սամվել Թոփալյանը։ Նա օգնում է ուսուցիչներին որակյալ ձայնագրություններ անել։ Գեղեցիկ չէր։ Ես էլ գերված տարված չէի։ Կար պաղ գինի միայն ու նույնքան պաղ զրույց։ Ոչ ես, ոչ էլ ինքը սիրահարված չէինք, ոչ էլ խոսում էինք հիմար սիրուց։ Հետո ինչպես եղավ ու տաքացավ գինին, ու տաքացավ խոսքը, ու տաքացավ։ Ինչքան խմեցի ես, ասաց անուշ լինի, ինչքան խմեցի ես, այնքան գեղեցկացավ։ Այնքան գեղեցկացավ, որ չեմ հիշում հիմա, թե մինչև այդ ինքն իր ինչին էր նման։ Հետո երբ դուրս ելանք, թվաց, թե նա շրջազգեստ չի հագել, այլ փոթորիկ։ Հետո փոթորիկն այդ տեղափոխվեց իմ մեջ, հետո փոթորիկն այդ փոխանցեցի նրան, իմ մատների միջոցով իր թևի։ Հետո փոթորիկն այդ մեզ երկուսից քշեց, թավալ գլոր տարավ չգիտեմ ուր, բանալիով ջարդեց ինչ-որ մի դուռ, եւ քանի որ արդեն հոգնած էր շատ, փոթորիկը պառկեց մահճակալին։ Հսկա փոթորիկը նեղրիկ մահճակալին, որպեսզի մի փոքր հանգստանա։ Հանգստացավ, երբ որ առավոտն էր բացվում։ Հիմա կանգնած այդ նույն մահճակալի դիմաց փոթորքի հետքերն եմ զննում ու տնտղում։ Ոչ անկողնու վրա, այլ իմ ներսում։ Հիմա մինչև ծունկս խրված ինքս իմ մեջ, ինչպես ծառը հողում ես ջոջվում եմ տեղում։ Մեջը սկսում են արմատ ձգել և ծառայի մտքեր, ծառի մտքեր։ Ու ես ծառի նման չեմ կարենում լքել այն տեղն ուր տնկված եմ։ Հիմա ինչպես պոկեմ, ինչպես ինքս պոկեմ ինձանից ու վեր կենամ գնամ քայլող ծառի նման։ Տեսություն կհանդիպենք հաջորդ շաբաթ։